Ողջույն բոլորին, այս տեսանյութում ապրիլի 11-ի լուսնային օրացույցն է։ Մինչև առավոտյան շուտ ժամը 05:02 րոպե դեռ կլինի լուսնային 23-րդ օրը։ Սկսված 05:02 րոպեից մինչև ապրիլի 12-ը ժամը 05:15 րոպե կլինի արդեն լուսնային 24-րդ օրը։ Այսօր լուսինը կանգնած դիրք ունի գիշերը ժամը 02:23 րոպեից մինչև 03:55 րոպեն, դե Հայաստանում դեռ քնած եք։ Ապրիլի 11-ին լուսինը գտնվում է ջրհոսնշանում, սրունքները, կոճերը, աքիլեսյան ջիլը, նախաբասկի մկանները և վահանաձև գեղձը։ Մարմնի և օրգանների այս մասերը բավականին զգայուն են և ուշադրության կարիք ունեն։ Վիրահատություններ կարելի է, բայց ոչ նշածս օրգաններում։ 24-րդ լուսնային օրվա խորհրդանիշը դա արջն է, անունը Շիվան, դա նշանակում է նաև մեծ հեռանկարներ։ Օրվա կարգախոսը աշխատեք օգուտի և հաճույքի համար, օրվա գույներն են նարնջագույնը և կանաչը, օրվա քարերն են օբսիդիանը և մալաքիտը, նաև յաշման։ Այսօր չեզոք օր է և էներգիավլի, նաև շատ հանգիստ օր է։ Այսօրը շատ լավ է ստեղծագործելու արվեստի, փոքրիկ շինարարության կամ մեծածավալ նախագծի սկզբի համար։ Հին Եգիպտոսում հենց այսօրն էր, որ դրվեցին բուրգերը։ Լավ է սկսել գլոբալ երկարաժամկետ նախագծի իրականացումը։ Եթե երեկ ինչ-որ մեկին վիրավորել եք, այսօր անպայման պետք է ներողություն խնդրել։ Ավելի լավ է պասիվ մարդիկ այսօրը նվիրեն հանգստին և շատ քնեն։ Լավագույն օրն է նրանց համար, ովքեր երազում են նոր կյանք սկսելու համար։ Այսօրը հարմար է ընտանիքի կամ լավ ընկերների հետ բնության գրկում հանգստանալու, նաև սպորտով զբաղվելու համար։ 24-րդ լուսնային օրը երեխաներին չպետք է թողնեք առանց հսկողության։ Լավ օր է նոր տան հիմքը դնելու համար։ Եթե դուք որևէ գործից հուսահատվել եք, ապա կարող եք այսօր կրկին սկսել։ Այսօրը կարող եք ակտիվ սպորտով զբաղվել, կարող եք սովորականից ավելի շատ ուտելիք ուտել։ Հենց այս լուսնային օրն է սկսել հարևան պետությունների կռիվը և դեռ շարունակվում է։ Լավ օր է երկար ճանապարհորդությունների համար։ Եթե ցանկանան իհարկե ռոբոտներ ստեղծել, ապա այսօրը շատ բարենպաստ է։ 24-րդ լուսնային օրը առողջական խնդիրներ չնչին են լինում և արագ են անցնում։ Ծխելն ու ալկոհոլն այսօր կարող է առանձնահատուկ վնաս հասցնել ձեր առողջությանը։ Հետանցքը, մաշկը, լյարդը խոցելի են։ Հղիություն և բեղմնավորում։ Եթե դուք որոշակի խնդիրներ ունեք հղիանալու համար, ապա այսօրը հնարավոր է հղիություն։ 24-րդ լուսնային օրը ծնված երեխաները շատ էներգիավլի են։ Եթե ծնողները արթնացնեն երեխայի մեջ իրենց հսկայական ուժը և իհարկե չկոտրեն երեխային, ապա նրանք հաջողակ կլինեն։ Եթե չարթնացնեն և խեղճացնեն երեխային, ապա երեխան ինքը պետք է արթնացնի իր մեջ այդ ուժը։ Մի վիրավորվեք ուրիշներից այն բանի համար, որ երբեմն կհոգնեցնեք նրանց։ Փաստ այն է, որ դուք հսկայական էներգիա ունեք և միամտորեն կարծում եք, որ բոլոր մարդիկ նույնքան ուժեղ են, որքան դուք։ 24-րդ լուսնային օրը ծնված երեխան կարող է 7 դայակի հասցնել լիակատար ուժասպառության և անկեղծորեն չհասկանալ, թե ինչու են նրանք բոլորը ուշաթափվում, երբ նա դեռ ցանկանում է խաղալ։ Իրենք անպայման պետք է ունենան իրենց սեփական սենյակը բնակարանում, քանի որ ժամանակ առ ժամանակ իրենց անհրաժեշտ է գաղտնիություն։ Եթե դա հնարավոր չէ, իրենք շուտով կսկսեն նյարդայնանալ նրանց վրա, ովքեր կհայտնվեն իրենց ձեռքի տակ։ Այսօրը ծնված մարդը երբեմն կարող է փակվել իր մեջ և ուրիշներից։ Նա կարող է ունենալ և լավ և վատ բնավորության գծեր, և հաճախ նրանք լինում են ագահ և նախանձ։ Նա չի կարող միայնակ ապրել, նրան միշտ անհրաժեշտ է որևէ մեկը, որպեսզի էներգիա հաղորդի։ Մազերի խնամք։ Այսօրվա սանրվածքը կհաղորդի շատ էներգիա։ Ընդամենը մի քանի օր է մնացել լուսնային ամսվա ավարտին և դուք էներգիայի կարիք կունենաք։ Մազերի ներկում։ Նրանք, ովքեր առաջին անգամ են ներկում իրենց մազերը, պետք է հենց այսօր կատարեն առաջին ներկումը։ Գույնը ավելի լավ է ընտրեք չեզոք, ոչ շատ վառ։ Մազերի գունաբացումից պետք է հրաժարվեն նրանք, ովքեր ունեն փխրուն արյունատար անոթներ։ Անոթային անբավարարվածություն կարող է առաջանալ։ Անոթները ամրացնելու համար ձմռանը արժե մի քանի մազ ներկել բաց գույնով։ Շփվելիս մի ճնշում գործադրեք զրուցակցի վրա։ Հնարավորության դեպքում օրն անցկացրեք հանգիստ, առանց ավելորդ քաշքշուկների ու աղմուկի, հատկապես եթե բավականաչափ ուժեղ չեք։ Բիզնես և աշխատանք։ Աշխատանքի և բիզնեսի համար շատ հաջող օր է, որքան հնարավոր է ակտիվ եղեք։
Քննարկեք ընթացիկ գործերը, շարունակեք սկսածը, բայց հետաձգեք բարդ նախագծերի շուրջ բանակցությունները։ Բացի այդ, սա բարենպաստ օր է ստեղծագործության, արվեստի և գործերի, նաև դրանց ներկայացման համար։ Հաջողությամբ կանցկացվեն ցուցահանդեսներ, շոուներ, ներկայացումներ, համերգներ և ստեղծագործական երեկոներ։ Բարենպաստ օր է բարդ և էներգիա պահանջող ձեռնարկումների համար, որոնք պահանջում են զգալի ֆիզիկական աշխատանք։ Բնակարանում կահույքի վերադասավորումը կարելի անել հենց այսօր։ Ռիսկային ձեռնարկումներին ոչ մի դեպքում չպետք է տրվել։ Հրաշալի օր է շինարարական բիզնեսի և բարդ վերականգնողական աշխատանքների համար։ Լավագույն օրն է համայնքային աշխատանքային օր անցկացնելու, հողատարածք փորելու կամ ծառեր արմատախիլ անելու համար։ Այսպիսով, այսօր դուք կարող եք հիմքեր դնել որոշ լուրջ, դանդաղ գործերի համար, նրանք, որոնք երկար կտևեն։ Օրինակ, սկսեք նոր տուն կառուցել։ Անձնական կյանք լավ օր է այն ընտանիքի հետ անցկացնելու համար, սիրով լցված, որքան քիչ շփումներ լինեն տանից դուրս, այնքան լավ։ Հիանալի օր է երեխա ունենալու համար և հղիանալու համար։ Այսօր լավ օր է ռոմանտիկ ժամադրությունների համար և դրանք սովորաբար լավ են անցնում։ Էզոտերիզմ։ Եթե ձեզ թույլ և խոցելի եք զգում, մոտակա այգում կամ անտառում գտեք սոճի, գրկեք նրան կամ հենվեք նրա վրա և խնդրեք, որ ձեզ ուժ տա և առողջություն տա։ Երազներն այնքան էլ կարևոր չեն, բայց երբեմն իրականանում են 12 օր հետո։ Եվ իհարկե այգեգործությունը բարենպաստ է դեկորատիվ բույսեր տնկելու համար։ Այսօրվա հավելյալ քարերն են մալաքիտ, թափանցիկ օբսիդիանը և կապույտ նեֆրիտորը։ Եվ ինչ կարելի անել այս լուսնային օրը։ Նոր զբաղմունքներ, ֆիզիկական աշխատանք, աշխատեք տան շուրջը և այգում, գործնական և սիրային հարաբերությունների համար է լավ, ակտիվ ֆիզիկական պատրաստվածության համար, բնական արտադրանքների համար նույնպես։ Եվ ինչից պետք է խուսափել այս լուսնային օրը, ֆինանսական խարդախությունից, կարծկածելի գործարքներից, ստից, խարդավանքից և խորամանկությունից։ Այսօր բարենպաստ է ձուկ որսալ, կարելի ասել բոլոր ձկները, նաև բարենպաստ է սկսել ծոմ պահել, մաքրել լյարդը, երեխայի ծնունդի համար է բարենպաստ, խալերի հեռացման համար է բարենպաստ, նաև այստեղ բարենպաստ է, բաներ շատ քիչ ունենք, որոնք բարենպաստ էին արդեն ես նշեցի։ Եվ այգեգործության համար բարենպաստ է ծաղիկների համար, ովքեր որ ծաղիկներ են աճեցնում, սխտոր հավաքելու համար, կաղամբի սածիների համար է բարենպաստ, կարտոֆիլը պահելու համար, մարինացնել գազարը, խնձոր հավաքել, բանջարեղեն պատրաստել, նաև բարենպաստ է սենյակային բույսերի կտրման համար։ Այսքանը սիրելիներս, ձեզ հաճելի օր եմ մաղթում։